Ինչ ես դու փնտրում։ Սիրելիս, ամեն մեկս երբ որ կհաճախենք եկեղեցի, կմասնակցենք ծառայություններին, կլսենք Աստծո խոսք, կդառնանք ծառայող, փառաբանության առաջնորդ, պատասխանատու քույր կամ եղբայր։ Ամեն մեկը ձեզի հարցրեք. ինչ եմ ես փնտրում Աստծո մեջ։ Գիտեք, ես շատ հաճախ տարիներ շարունակ կշփվի մարդկանց հետ, որոնք երկար տարիներ հավատքի մեջ են եղել, բայց Աստծո մեջ չեն։ Քաջախեն եկեղեցի, կանոնավոր, կմասնակցեն ծառայություններին կանոնավոր, նույնիսկ ծառայողներ են, բայց չունին Աստծո հետ մոտ հարաբերություններ։ Տեր իրանց իրիկունները չի արթնացնի աղոթքի։ Իրանք որ կաղոթեն, Տիրոջից պատասխան չեն ստանա։ Չեն զգա Տիրոջ ներկայությունը։ Զոհաբերություններ կենեն, բայց օրհնություններ չեն ստանա։ Ու ի՞նչն է պատճառը։ Այսօր մինչ ծառայությունը սկսել է, երբ որ աղոթք գերեցի, Տերս էս վերնագիրը տվեց. ինչ ես փնտրում դու։ Ու պատահական չէր այս թեման, որ նոր Տերը ընտրեց ու տվեց, որպեսզի ես այսօր ձեզի հետ խոսամ։ Դուք գիտեք, չէ՞, Մատթեոս 7:21-ից 23 խոսքերը ինչ կսե։ Ոչ թե ինձ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, ով իմ հորս կամքը կկատարե, որը երկնքումն է։ Շատերը ինձ այն օրը կասեն. Տեր, չէ՞ որ կանոնով մարգարեացանք, կանոնով դևեր հանեցինք, կանոնով շատ հրաշքներ գործեցինք։ Ու ես ձեզ պիտի ասեմ. ինձանից մի կողմ գնացեք, դուք որ անօրենություն կգործեիք։ Ում է պետք քու նշաններ ընելդ։ Ում է պետք բժշկությունները։ Ում է պետք դևեր հանելը, եթե Տերը պիտի քեզի չճանճե։ Այսօր արդյոք դու շեշտը դրել ես եկեղեցի հաճախելուվ քո Աստծո հարաբերությունների վերականգնման համար։ Արդյոք դու այն մարդն ես, ով որ կփափագե սուրբ կյանքով ապրի։ Թե ուղղակի եկեղեցում մանք ու կաս ծառայություն, օրհնություն, բժշկություն, ազատագրություն, բայց ոչ Աստծուն։ Արդյոք դու այն երեխից ես, որ իր ծնողներին միշտ կփնտրե, որ իրան ինչ-որ բան է պետք, բայց երբեք չի հարցնե. մաչան, պաչան, դու ինչի կարիք ունես, քեզի ինչ ենեմ, որ ուրախացնեմ։ Արդյոք դու այն երեխեքից ես, որ կսեն, հա, ես իմ հորն ու մորս գիտես ինչեղ կսիրեմ, բայց իրանց համար հեչ բան չունի մենելու։
Դու երբևէ հարցրել ես, Տեր, ինչ կուզես օրենեմ քեզի համար։ Հա, եթե հարցրել ես, պատասխանը ստացել ես։ Արդյոք դու սպասել ես, որ Տերը պատասխան տա, թե ժամանակ չես է ունեցել տրամադրելու, որ իմանաս Տեր ինչ կպահանջի քեզնից։ Դուք գիտեք, շատ հաճախ դուք կաղուտեք ու կեշտակ։ Քու կամքդ ինձի հայտնի դարձրու, թող քու կամքդ կատարվի իմ կյանքում։ Չէ, հարցեր կուտակ Աստծուն, քու կամքդ ինձի հայտնի դարձրու։ Երբ որ կհարցնեք, արդյոք կստանաք Տիրոջից պատասխան։ Մնացեք ձեր սենյակի մեջ, առանձնացեք այնքան ժամանակ, մինչև պատասխանը չստանաք, դուրս մի արեք սենյակից։ Ինչ պտենես, որ ավելի կարևոր եղնի, քան Տիրոջից քո հարցերիդ պատասխանները ստանալը։ Շատ հաճախ որ ուրիշներին կդատես դու, թե քեզ հետ անարտար ու ազնիվ կվարվին։ Քո երազներդ կտրորեն կանցնին։ Քեզի չեն սիրե ու չեն գնահատե։ Հեչ քեզի հարց կուտաս, թե դու Աստծու հետ ինչեղ կվարվիս։ Ինչ որ նոր խմես, հերդ է տվե քեզի երկնային։ Այն հացնոր կուդես, հերդ է տվե քեզի երկնային։ Այն բերան նոր կբացես ու մարդկանց հետ կապ կպայես, հերդ է քեզի տվե երկնային։ Այն անկաժները, որոնցով որ կլսես, հերդ է տվե քեզի երկնային։ Երեխեք, եթե մինչև իրգուն թվեմ, չի վերջանա, դուք գիտեք, չէ։ Ինչ որ հմի քու տունը տեսնիս կշուշ բոլորը, նույնիսկ քու վրդ, սաղ Տերն է տվե։ Իսկ դու հեչ ինչ կուտաս Տիրոջը։ Ինչ կենես դու Տիրոջ համար։ Որպես երեխա։ Ինչով ես պատրաստ Տիրոջը ծառայելու։ Թե Աստծու օրենքներն էլ մեկիշ մեկը շրջես, որ մե պոգես Աստծուց։ Որ մե օրենք մեջ պայես։ Չէ, շատ հաճախ ինչ-որ սադանեն, ինչ երավիկը։ Աստվածաշնչյան խոսքերը կօգտագործեր Հիսուսին մոլորեցնելու համար։ Կարող է դու էլ ես այդ մարդկանցից, որ Աստծու խոսքը կօգտագործես, որ քու շահերդ պաշտպանես, ուրիշներին էլ մեղքերի մեջ մտցնես։ Գիտեք, իշքան կանանց հետ եմ աշխատել, որ իրանց արդակին, իրանց տեսքը, զարդարանքը չփոխելու համար սկսել են պաշտպանել մեղքը ու աստվածաշնչյան օրենքները ծռել։ Աստված մեր ներսին կնայե, դրսին չի նայե, կսել։ Իսկ ով սա, որ Աստված քու մենակ ներսիդ կնայո, դրսիդ չի նայե։ Չէ՞ որ հենց դուրսը շատ հաճախ քու ներսիդ արդացոլումն է։ Բժիշկը իր հագուստով կերևա, ոստիկանն իր հագուստով կերևա, անպարոյական իր հագուստով կերևա, հավատացյալը իր հագուստով կերևա, քու հագուստը նույնիսկ կպատմե քու մասիդ, թե ինչն է քեզ համար կարևորը։ Ու բացի դորից, Աստծու համար շատ անգամներ եմ սե, ու նորից չեմ թերանա, որ նորից սեմ, և քու ներսդ է կարևոր, և քու դուրսդ։ Այո, ես չեմ պածառոր, կան մարդիկ, որ իրանց ներսով, դրսով պարկեշտ են, բայց ներսով չէ, չի պածառվի, ոչ մի բան,
Աստվածաշնչի մեջ գրած է սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Հեչ ուշադրություն դարձրել ես, թե ինչի համար դու ամեն օր կաղոտես։ Հեչ փորձել ես աղոտես, որ Տերը քեզ սրբե ու մաքրե։ Հեչ փորձել ես աղոտես ու խնդրես Տիրոջից, որ դու իրան ավելի շատ սիրես։ Սիրես այն կան, ինչ կան, որ ինքը արժանի է։ Աչքերդ բացելուն պես։ Հեչ կսես Տեր ջան, բարի լույս։ Ինքան շնորհակալ եմ, որ նորից աչքերս բացեցի։ Սա ինչ կուզես օրենեմ քեզի համար։ Հեչ հարցրել ես։ Թե աչքերդ կբացես ու կթվես, թե ինչ կուզես, որ Տերը ենե քեզի համար։ Դու գիտես ինչքան կցավծնես Աստծուն։ Երբ որ շնորհակալության փոխարեն անընդհատ կբողոքվիս ու կտրտնջաս։ Անընդհատ ցույց կտաս, թե ինչքան բաներ չունիս։ Հələ հեչ փորձել ես, հաշվես, թե ինչքան բաներ ունիս։ Միլիոն հատ բանոր ունենաս, մի հատ չունենաս, այդ մի հատի համար պես կողպաս կարծես միլիոնը չունեիր։ Մենակ մեր մարմինն նոր վերցնենք հաշվենք, ինչքան անդամներ կա մեր մարմնի վրա։ Այդ ամեն մի բջիջը, ամեն մի անդամ Աստված է տվել։ Ու ամեն ինչ ինչի համար էր, որ դու քեզի լավ զգաս։ Իսկ դու արդյոք կենես ինպես որ Տերը իրան լավ զգա։ Առակաց 27:11-ի մեջ կսե, որտյակս իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես պատասխան տամ ինձ անարգողին։ Ինչ կնշանակե իմաստուն եղնել։ Իմաստուն եղնել չի նշանակի, որ շատ բան գիտես, քարոզես, կսաղը, կզարմանանք, սեն, վայ, ինչ խելացիկ խոսար։ Չավադաս, որ սադանայի պես հմուտ ու իմաստուն եղնես, չավադաս, բայց մեջն ինչ կա։ Զարմացնող ես, գործերով զարմացրու։ Ենքան խոսքերով զարմացնողներ այսօր դժողքի կրակների մեջ են։ Ենքան հովիվներ ու առաջնորդներ այսօր դժողքի կրակների մեջ են, որովհետև զարմացնողներ են եղել, ոչ թե Տիրոջը ուրախացնողներ։ Երկել են Աստծուն որպես թե, բայց իրանց անձի փառքն են փնտրել։ Քարոզել են որպես թե Տիրոջ խոսքը, բայց իրականում իրանց շահն են փնտրել։ Եկեղեցին ուրդեղ որ բդեղնի սրբության վայր սարքել են առևտրի կենտրոն, փող աշխատելու միջոց։ Ու կհիշեք Հիսուսը ինչեղ վերաբերվավ։ Խարազանը վերցրեց ու բոլորին դուրս երավ։ Դուք պատկերացնեք ինչ ձևերին կբարգացած։ Հələ մի պահ պատկերացրեք Հիսուսը տաճարի մեջ սեղանները շուռ կուտա։ Դուք լսել եք այն խոսք, որ կսե սարսափելի բան է Տիրոջ ձեռքը մնելը։ Քանի անգամ ես խնդրել Տեր ջան, ինձ աշխատանք տուր։ Այս պարտքիցս ազատ է։ Ինձ լվացքի մեքենա տուր։ Իմ երեխեքիս փորձանքից ազատ է։ Քանի անգամ ես խնդրել։ Ու քանի անգամներ ես աղոթքիդ պատասխանը ստացել։ Շատ անգամներ, չէ, խնդրել ես Տերը, պատասխանել է քեզի։
Ամեն նեղությունիցդ Տերը քեզի հանել է։ Իսկ դու երբ որ օժտվել ես աշխատանքով, գումարով, հեչսել ես, Տեր ջան, ինչ կուզես որ ես ենեմ քեզի համար։ Արդյոք քու զոհաբերություններդ էլ բերել ես Տիրոջ առաջ։ Արդյոք Տիրոջից բաժին հանել ես։ Մենք ծնողներս է, որ մեր երեխեքին փող կուտանք, գնայինք թե երեխեն արդյոք մեզի այդ փողից ինչ որ բան ունի առնելու թե չէ։ Եթե քու երեխեդ քանես խոսքի 1000 դրամ կուտաս, ինքը կեշտայրան մարոժնի կարնի, պեչենի կարնի, կոնֆետ կարնի եւ այլն, բայց չի սետե, մամա կամ պապա, ան սիգե քեզի եմ բերե, ինչքան կկոդրվես, դիք աշտեն իսկ ցույց կուտա, թե քու երեխիդ մեջը ինչ կա։ Ամեն մեկիս երեխի մեջը մենք գիտենք ամեն մեր երեխիս մեջը ինչ կա։ Որովհետև փողնոր կուտաս, փողը քսը չի փճացնե մարդուն։ Փողը հնարավորություն կուտա, որ տեսնես թե մարդու մեջը ինչ կա իրականում։ Մարդ կա, փողը տաս ինքը աշխարհի ամենալավ մարդը կդառնա։ Սոր կաշխատի օգնե, ընոր կաշխատի օգնե, նեղությունից հանե։ Մարդե կա փողը տվեցիր, էլ քեզի չի է ճանճնա, էլ դու ով ինքով կմոռանա իժա անցյալը կեղդոտ։ Ու չի պատկերացնոր ինչքան վերևից կնայեմ մարդկանց, ատկան ընկնելը ցավոտ կեղնի, բարձրից ընկնելը շատ ցավոտ է։ Դրա համար ինչի ավելի ցածրից չնայես մարդուն, որ ընկնելու տեղ է չունենաս։ Ինչի Աստվածաշնչի մեջ կսե Աստված խոնարհներին կբարձրացնի։ Ովքեր են այդ խոնարհները։ Խոնարհները այն մարդիկ են, ով որ Աստծո խոսքը հոժարությունով կլսեն ու կկիրառեն։ Ու իրանք այնքան լավ գիտեն, թե որն է իրանց տեղը Աստծո մեջ։ Դու հիմի այս պահին մտել ես ու այս խոսքը կլսես Տիրոջմով իմ բերանիցս։ Դու քեզ մի հատ հարց տուր։ Ինչ կփնտրեմ ես Տիրոջ մեջ։ Արդյոք ես արտար կվարվեմ Տիրոջ հետ, որ տկան սաղից արտարություն կպահանջեմ։ Աստծուց բացի ով կրնա արտարացիորեն մեր կյանքի մեջ առաջի տեղ եղնի։ Բերեք վերցնենք։ Ով կրնա մեր կյանքի մեջ առաջի տեղն եղնի։ Կա ինչ որ մեկ որ կրնա Աստծուն մեր կյանքի մեջ փոխարինե։ Եթե չկա, բնչի ես քու կյանքին մեջ շատ բաներ առաջի տեղը դրել բացի Աստծուց։ Աստծուց բացի ում ավելի շատ սիրես որ ինքը արժանի եղնի։ Կա ինչ որ մեկը կամ ինչ որ բան որ քեզ Աստված չի տվել։ Փողոս ախպերս ինչ կսե։ Ով է նա, որ քեզ ուրիշից տարբեր կանե։ Ինչ ունիս որ չես առել։ Իսկ եթե առել ես, ապա ինչու չառածի պես կպարծենաս։ Եթե ամեն ինչ առել ես, բնչի Աստծուն ամենաշատը չես սիրել։ Բնչի Աստծու տվածները վերցրել ես, կպաշտես ու Աստծուն մոռացել ես։ Այն հերն որ քեզի ամեն ինչը տվել է, արևը, լուսինը, աստղերը, երգիրը, հողը, ջուրը, հանգստյան վայրերը, գեղեցիկ բնությունը, կենտանական աշխարհ ու ամեն ինչը տվել է քեզի համար,
ու դու եսօր իրան մոռացել ես։ Միսա ես իրան չեմ մոռացել։ Մոռանալ կնշանակե չհիշել, չպատմել իր այրածների մասին, չսիրել էնքան ինչքանի որ ինք արժանի է, չտալ այն ինչ որ իրան կպատկանա, չթողնել այն ինչ նոր իրան կտխրեցնե, չհնազանդվել իրան, իրա խոսքին։ Հակոբոսը ինչ կսե։ Որցյակներ ոչ թե միայն խոսքով, այլ գործով ու ճշմարտությունով։ Հավատք առանց գործերի մեռած է։ Դու հանդիպել ես մարդու, որ քեզ ասել է ես քեզի չեմ սիրել, բայց դու իրականում տեսել ես, որ ինքը քեզի չափից դուրս շատ կսիրե։ Իսկ հանդիպել ես ըմբես մարդու, որ քեզ ասել ես քեզի շատ կսիրեմ, բայց քեզի տալու հեչ բան ինքը չի ունեցել։ Հմի դու որ մարդկանցից ես։ Այն մարդկանցից ես, որ Աստուն քսես շատ կսիրես, բայց ոչինչ չունիս հանուն իրա թողնելու, ոչինչ չունիս իրան տալու, ոչինչ չունիս իրա համար ենելու, թե այն մարդկանցից ես, որ ամեն ինչ թողել ես, որ Տիրոջ հետևից ես տաս ու Տիրոջ կամքը կատարես։ Աստված ծաղր չի եղնի։ Ու ինչ որ կցանես հազարապատիկը կհնձես։ Դու մի ինչ վիճակի մեջ օրա ես, հիշե, քու ցանազներդ կհնձես։ Հեչ մարդու մի մեղադրե, ոչ էլ Աստծուն։ Հնարավոր որ դու մի հատ վիճակի մեջ ես, որ Տերը քեզի անապատով կանցնե, ու եթե դու ճիշտ ես ապրե, կրնաս հավատացած եղնես, որ Աստված քեզի ժամանակին կբարձրացնե։ Ու քու ցանազներիդ պտուղը կհնձես։ Միսա ես եկուց կփոխվիմ։ Միսա ես մյուս օրը կփոխվիմ։ Որովհետև դու չիտես եկուցը կուկա, թե չի կա։ Մենք հետ չիտենք, թե քիչը մեդով մեր գլխին ինչ կուկա։ Բայց մեր բանը գիտենք, որ ինչ օրել են կդիկ մեր գլխին պիտի կա։ Ճիշտ ես ցանը օշնություն կուկա գլխիդ։ Սխալ ես ցանը, պատիժ կուկա քու գլխիդ։ Ու գիտեք ամենա լավը կամ վատը որն է։ Որ ինչ որ ցանել ես հազարապատիկը պիտի հնձես։ Մի հատ հարց տամ քեզի։ Դու քու ցանազներիդ հազարապատիկը կուզես այսօր հնձես։ Ամեն մեկս արեք այս պահին հարցնեք։ Եթե չես ուզե հնձես, ուրեմն շատ լուրջ մտածելու տեղի կուտասի քեզի որ փոխվիս։ Ինչի չես ուզոր հնձես, որովհետև դու լավ է գիտես ինչեր ես ցանել։ Ինչի կուզես հնձես, որովհետև դու լավ է գիտես ինչեր ես ցանել։ Ինչի ճիշտ ու արտար չեղնինք առաջին Աստծու նկատմամբ։ Մատթեոս 22-ի 37-ից 39-ին ինչ կսե։ Սիրիր քո Տեր Աստծուդ, քո բոլոր սրտովդ, քո բոլոր մտքովդ, անձովդ ու զորությունովդ։ Երկրորդն էլ կսե սրա նման է, սիրիր քո ընկերոջդ քո անձիդ պես։ Դու արդյոք բոլորի հետ ճիշտ ու ազնիվ կվարվես, թե բոլորից օգուտ կփնտրես, թե ումից ինչ կհասնե որ վերցնես, թրծնես, խապես, մոլորեցնես, կարևորը դու լավ եղնես։ Թե դու հավասարաչափ կմտածես, մեր ոպե մլը, ընձի լավ եղավ, բայց քեզի եղավ։ Քեզի լավ եղավ։ Եթե իրան լավ չի եղել, դու ինչ կրնաս լավ եղնես։ Չէ՞ դու Աստծո օրենք ես դրժե։ Պետք է քեզի համար է լավ եղնի, իրա համար է լավ եղնի։ Ու գիտեք օրինակ շատ ընտանիքներ ինչի կքանդվին։
որովհետև մարդը իր մասին կմտածի ու իր համար լավ եղնի, ամեն ոլորտի հետ կապված կինը իր մասին կմտածի։ Կամ երկուսն են մենակ, ասենք ամուսինը կմտածի իր մասին, կինն է կմտածի ամուսնու մասին։ Կամ կինը կմտածի իր մասին, ամուսինն է կմտածի էլի կնոջ մասին։ Այստեղ լավ բան չկա։ Ամուր ընտանիքը կեղնի, երբ որ կինը կմտածի ամուսնու մասին, ամուսինը կմտածի կնոջ մասին։ Ցանկացած հարաբերության մեջ ինչի կսեք դիմացինին քեզնից բարձր սեփ է։ Ցանկացած հարաբերության մեջ, երբ որ դու դիմացինի շահ փնտրես ու դիմացինն էլ քու շահ փնտրե, այդ հարաբերությունը երբեք չի քանդվի։ Ամուր ընտանիք կեղնի։ Եթե երեխեն ծնողի մասին կմտածի, ծնող երեխի մասին կմտածի, շատ ամուր փոխհարաբերություններ կեղնի։ Ու գիտեք ինչ, այդ փոքր բանից կերևա մեծ բաներ։ Օրինակ ես իմ մեծ տղուս ինչի եմ սկսել շատ բաներ վստահել, որովհետև ես փոքրուց կտեսնեի, որ իր սիրտը ընտանիքի հետ է։ Իր ծնունդին իջան փող կուտային ինքը կեշտար ինձ ծաղիկ կառներ։ Ինձ ծաղիկ կառներ նվեր։ Իրան փող կուտային ինքը կեշտար էլի ինձի նաուշնիկի առել նվեր։ Հիմա ինքը փող կաշխատի ծերի հետ, ինքը պիտի նայե թե տան ով ինչի կարիք ունի, որ իրանց վրա ծախսե։ Կարևոր չէ ինչ կան կաշխատի։ Կարևոր չէ ընդհանրապես դու ինչքան կաշխատես, քո ձեռդ ինչքան փող կա։ Կարևորն է, եթե դու ինչեղ այդ փողը կծախսես։ Դու ես թե դու մենք ենք։ Ու երեք մենք մնացների պատմություն անցանք, չէ՞։ Որ եթե դու կսե 10 մնասը որ տվեց, 10 մնասը բերեց, սա 10 քաղաքների վրա դու պետք է թակավորես։ Մյուսը որ 5 մնասեր բերեց, սա 5 քաղաքների վրա պետք է թակավորես։ Մեն մնասնոր պայելեր ինչ երավ։ Ու մի ամեն ասում կմեղադրեր, թե այդ պատմության մեջ, այսինքն տիրոջը կմեղադրեր, թե դու այն մարդկանցից ես, որ չծանածը տեղը կհնձես։ Մանկու կաս որ հնձես։ Դու խիստ մարդ ես։ Ինքը չի ուզես, որ ես ծույլ եմ, անպատասխանատու եմ, չէ, այդպես մարդիկ կան, որ հեշտ բան չեն ուզեն են, ու որպեսզի իրանց չերած աշտարացնեն, դիմացինին կմեղադրեն։ Բայց ինչը Տերը չցանած տեղը կհնձեր, երբ որ քեզի մնաս էր տվե։ Դիք ցանկ չէր։ Դիք ցանկ չէր։ Իսկ ու գդիջեր զրբարտություն։ Քու սխալները ծածկել։ Այդ մարդիկ իջոք շատ վտանգավոր մարդիկ են, որ ոչ մենակ իրանց սխալը չեն ընդունել, այլ դիմացինի սխալ կհանեն, ու իրանց սխալները ծածկեն։ Ինչի՞ չունիս համարձակություն, որ ասես, հա, ես անգյալ եմ, սիրեմ ու պարգածս տեղը փող աշխատիմ, ուրիշի հաշվին ապրիմ։ Չեմ սիրե աճը ծնել, ապել ծնել, ինչ որ կա հերիք է։ Գիտեք Աստված ում կփոխե ընդհանուր առմամբ։ Ու որ անկեղծ է Աստծու հետ։ Այդ ծառան ինչ կմեղադրեր, չէ, տիրոջը։ Ես գիտեի, որ դու խիստ մարդ ես, քու չդրածը տեղից կվերցնես, քու չցանածը տեղից կուզես հնձես, ուսպես կաղնելու, կզրբարդե, որ սաղն է գիտեն, որ ժան տերը մետ ահեգանում տվել էր վեշտելուց առաջ։ Եսօր շատերը չեն փոխվի, որովհետև իրանք Աստծու հետ անկեղծ չեն։ Ու գիտեք ինչ անկեղծ չեն, իրանք ամեն ինչը ճիշտ ձևով չեն սե տիրոջը, կարծես թե Տերը չի դե։ Անկեղծորեն իրանց մեղքերը չեն խոստովանվի։ Իրանք կսեն Լիլիթն է մեղավոր,
Արգինեն է մեղավոր, Սոֆիկն է մեղավոր, Աննան է մեղավոր։ Բոլորին քսեն մեղավոր է, բայց ես անմեղ եմ։ Ես անմեղ ես։ Այն երկու հոգի որ կախոտեն, մեկը որ կուրս կգծեց է, մյուսնեքսը լավ է սորպես չեմ, անկապ։ Որ լիքը մեղ կունի, 10 անորտն է կուդամ, սիրե կուդամ, նիգե կուդամ։ Իրանից են կան քո էր, իսկ կուրս ծեծող արտարացավ, չէ տիրոջ առաջ։ Այդ որ համար բդի մեզնից կո չեղնենք երեխեք, շատ վտանգավոր որ դու քեզնից կո ես։ Ամեն օր աչքի հետ բաց է ուսա Տեր։ Ես ինքան կուզեմ սուրբ ու մաքուր եղնել։ Ինչը որ աչքի հետ կբացես, կեշտաս երեսդ կլվացնես, չէ։ Աչքերդ կլվացնես, որ բացվի, քունդ փախնի։ Այդպես պիտի ամեն օր քու ներսիդ մարդը լվացնես, որ արթնանա։ Ամեն օր խնդրե Տիրոջը, Տեր։ Ընձի օգտագործե քո անունի դու փառքիդ համար։ Ընձի եսօր էլ սրբեում մաքրե։ Ընձի եսօր էլ մեղքերս հայտնե։ Մի օր մոր տունը չես մաքրե, կդառնա խոզանոց։ Երկրորդ օր ավելի դժվար կեղնի։ Այդպես մեր ներսն է։ Մի բավարարվեք ամիսը մի անգամը մաքրվելով ու սրբվելով։ Ամեն օր եղեք Տիրոջ խոսքի մեջ։ Ամեն օր եղեք Տիրոջ ներկայության մեջ, Աստվածաշունչը մի վերցրեք սպես թերթեքսեք իր երկու գլուխ կարտացու նույնիսկ չհիշեք թե ինչ եք կարտացե։ Դուք տեսել եք Տերը մեզ ինչ եղ կարտարկու դա ամեն մեր նախադասության վրա կան կառնիկ ու կքննենք։ Կարտա 5 խոսք, կարտա մեր խոսքը, Տիրոջով կարտա, ու այդ խոսքը քուգդ դարձրու, այդ խոսքը թող կենտանանա քու մեջդ, այդ խոսքը թող պտուղներ տա քու կյանքիդ մեջ։ Ու այդ քու պտուղներից թող շատերը օգտվին։ Կան չէ մարդիկ որ քսես գործերա մեր երեխեքին քսենք, այն որ հավաս չեն ունենա, ամեկը մեծ տեղը կքշեն ու կպրծնին քսեն վերջ ածրեցի։ Ու այդ գործից ավելի շատ գործ կբացվի։ Սրբիճի իրա տեղը չեն դրե, ապսեն իրա տեղը չեն դրե, դիննիս սախ քանդես որ կդնես։ Դիք չենելուն է հավասար։ Իսկ որ հավասով կենեն, իմ երեխեքիս ես օրինակ գիտեմ, երբ հավասով կենեն, երբ հավասով չենեն։ Հավասով չերեցին, այդ գործը ինձ ավելի մեծ խնդիրներ պետք է առաջացնի։ Հավասով որ կեն նախ դիք ժամեր կտևե։ Մանրամասն քոքից քոք սկսեն մաքրել, տարագները, ամեն ինչ ամանները եւ այլն։ Այդպես դուք Աստծո խոսքին կրնակ վարվեք։ Շփտებ կարտացի, երկու գլուխ պետք է կարտայ, հովիվս սել է երկու գլուխ օրական կարտա, կամ ես ինչ ասել է, կամ ես եմ դերո երկու գլուխ։ Այ մարդ ով է քեզ երկու գլուխ կարտա։ Քիչ կարտա, բայց քուգը դարձրու այդ խոսքը։ Թող ապրի քու սրտիդ մեջ։ Սա Տեր, դու այսօր ինչ խոսք ես պատրաստել ձի համար։ Դու ինձ ցույց տուր, ինքը քեզ ցույց կուտա։ Որ դու որը կարտաս, օրինակ ես մի օր Աստվածաշունչը դրել եմ իմ թեմս, իմ թեմս է դրած, ես կսպասեմ Տիրոջից, թե ես ինչ պիտի կարտամ կամ որ խոսքը ես անգիշ գիտեմ սորվել եմ, որ Տերը պիտի իմ միջիցս խոսա ուսե։ Թողեք ձեր կերակուրը Աստված պատրաստ է, որովհետև ավելի լավ գիտե թե դու ինչ հիվանդություն ունիս ու որ խոսքը քեզի պիտի փուշե։ Չէ, բժիշկի մոտ որ կեշտաս սկսել A վիտամինի պակաս ունիս, աչքերի տեսողության վնասվել է խոսքի A վիտամինի պակասության, B վիտամինի, D վիտամինի, ոսկորները կամրացնե եւ այլն։ Այդպես Աստված գիտե դու ինչ հիվանդության խնդիր ունիս, ու Աստված քեզի կուտա այն խոսքերը, որոնք որ քու միջիդ բացերը պիտի լրացնեն։ Մի կանգնի, առաջ գնա։ Ու Տիրոջ մեջ շահ մի փնտրե, Տիրոջը փնտրե, Տերը թող եղնի քու շահդ։ Ու եթե դու Տիրոջը ունիս ուրեմն ամեն ինչ։ Իսկ եթե դու Տիրոջը չունիս, ուրեմն չունիս ոչինչ։ Ու երբ որ դու կորտվիս կյանքիդ ցանկացած ոլորտի մեջ, Տիրոջը մի մոռացի։ Տիրոջ հետևից գնա։ Հիսուսս բուժեց 9 հոգու, չէ։ Երկուսը գնացին, սա 7-ը ուր անեն։ Ուր անեն 7-ը։ Դու արդյոք այդ 7-ից ես։
7-ի մասը կկազմես, թե էներգուսոր Հիսուսի հետևից գնաց։ Դու գիտես, այսօր պատահական կլսես այս մասին։ Սիկ առաջի անգամը չոր Տերը քեզի կսե։ Եթե ես էլ լռեմ, քարերը կխոսան քեզի հետ։ Ու քեզի կսե, ինչ մանկու կաս։ Հերիք է տիրոջից շահ մանկաս, հերիք է հորդ սիրը ցավծնես, մեկ էսա, վաչ անես իշ բան եմ քեզի համար էր, որ ախանաս։ Քեզի համար ես համեշ շորերն եմ հագել։ Քեզի համար ես քրոջը կամ աղբորն եմ այցելել։ Աղոթք է բերե, ես ինչի համար ու ազատակ քրվի բժշկվի։ Զոհաբերություն է մեր որ քու տունդ կառուցվի։ Երանելի է տալը, քան թե առնելը։ Եթե կուզես որ երանելի եղնես, միշտ դուր, միշտ ցանե։ Ու միշտ իշքան շատ կուտաս, իշքան շատ կցանես, դու ավելի երանելի կեղնես։ Սե ոչ ոք ոչ մեկի պարտական թող չեղնի, աբա մենակ սիրելու մեջ։ Ինչի չտաս, չենես անընդատ։ Որ հեշ մարդու է պարտավորված չեղնես։ Սկան է երեխեք ջանել չի առաջնորդ է Տերս։ Շնորհակալություն հայտնեք Տիրոջից այսօրվա հիանալի խոսքերի համար, որ Տերը այսօր պատրաստել էր մեզի համար։ Նորից սկսեմ։ Այսօրվա թեմայի վերնագիրն է. Ինչ ես փնտրում դու։ Այս թեման տարածեք բոլոր ձեր գիտեցած հավատացյալներին, ձեր հարազատներին, բարեկամներին, մտերիմներին։ Մարդիկ տարիներով հավատքի կեշ տան, բայց չեն հասկացել, թե հավատքի էշ տալու իմաստը որն է։ Ու գիտեք ամենավատը որն որ կնաս 30-40 տարի եկեղեցի տաս ընդեղից է դժոխք ու փրկություն չունենաս։ Ում է պետք։ Եթե դու են որդին չես, որին որ Տերը հավանել է երկնքից, ում է պետք ու հավատքի էշ տալդ։ Ում է պետք որ դու մի ամեն օր իմ տեսանյութերս կլսես, եթե դու Աստծու հետ չունիս մոտ հարաբերություն ու պատրաստ չես ամեն ինչ անուն Աստծու թողնես։ Ու շատ հաճախել ինչ որ Աստծուն պես են ձի կմեղադրես, թե ես շատ խիստ եմ դրեք կարգ ու կանոնը։ Էլ չես է մտածել, թե ես ով եմ որ կարգ ու կանոն տնեմ։ Կարգ ու կանոն տնող Աստված է։ Հաշճան, շնորհակալ եմ քեզնից այսօրվա հիանալի օրվա համար։ Այս տեսանյութը առաջնորդորն այն մարդիկ, որոնց է որ հետ խոսալու բան ունեիր դու այսօր։ Որոնք որ իրանց շահ կփնտրեն, ոչ թե քեզի։ Որոնք որ իրանց կամքը կպարտադրեն քեզի, ոչ թե կուզեն քո կամքը դիմանան։ Որոնք որ մեղքերի մեջ են ու քեզնից շատ շուտ վանից հեռացած են, ու իրանց հետ դու չես խոսա, բայց իրանք եկեղեցում առաջնորդներ, հովիվներ, պատասխանատուներ են, ու իրանց հետ կտանին շատ շատերին մոլորության ու դժոխք։ Արթնացրու քնից այն մարդկանց, որոնք մեղքերի մեջ են Տերս։ Լուսավոր է ամեն մեկի սիրտը, միտքը, անձը, հոգին։ Բժշկի ամեն մեկիս լեզուն Տերս։ Օգտագործե ամեն մեկիս կանոնիդ ու փառքիդ համար Հայրս։ Ես կաղոթեմ բոլոր եկեղեցիների համար, բոլոր հավատացողների համար, բոլոր մոլորվածների համար, բոլոր լքվածների համար, բոլոր չհասկացվածների համար, բոլոր կայտակղվածների համար, որպեսզի ամեն մեկին հաստատես ու հիմնես քո խոսքիդ մեջ, բժշկես իրանց վերջքերը, օգնես իրանց միտքը, իրանց սիրտը, լսելու ականջ տաս, որպեսզի ոչ մենակ խոսածողներ ու թելադրողներ ամեն, այլ լսեն քո կամքը, Դավիթյանը, Սավիթենից դու փառքերի ես արժան Տերես ամեն։
քո խոսքդ իմ ոտքերիս ճրագ է, ու լույս է իմ շավիղներիս։ Քո խոսքովդ մաքրե ու սրբե իմ ներսս, ու դարձրու ինձ կենտանի անոտ, քո խոսքդ լսելու ու տարածելու համար։ Մաքրիր իմ միտքս, իմ սիրտս, իմ անձս, իմ հոգիս, ու բժշկե ինձ ամեն տեսակի հոգևոր ու ֆիզիկական հիվանդություններից ու տկարություններից ու թուլություններից ու անհանգստություններից ու մտահոգություններից, Տերս։ Դու ես իմ վեմս, իմ վահանս, որին ես կհուսամ ամբողջությամբ։ Ամեն։ Այս աղոթքը կրնակ նորից հետ տնեք ու կրկնեք ամեն մեկդ։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն սիրելի հայրս։ Ուրեմն այսօր սկանը մենք այն ինչ որ Տերս փոխանցեց ցեսի ժամանակն որ ամեն մեկդ վերանայեք թե ինչ կփնտրեք Տիրոջ մեջ։ Սկադը սիրելիներ, լավ մնացեք։ Հարցերի դեպքում հեռախոսս մեկնությունների մեջ կտեղադրեմ, որպեսզի զանգահարեք ու հարցնեք։ Ու զանգահարեք, գիտեք, այն դեպքում, եթե Տիրոջը կփնտրեք, կամ կուզեք Տիրոջը փնտրեք, կամ կուզեք ձեր մեղքերին ծանոթանաք, կուզեք սուրբ կյանքով ապրեք։ Թող որ Սուրբ Հոգին ձեր զանգերի մեջ էլ ցեզի առաջնորդ է։ Որ ես էլ իմ ժամանակս ծախսեմ Աստծո կամքի պես ու Տիրոջը շահ բերեմ հոգիներ փրկելով։ Ձեր կյանքին լուրջ վերաբերվեք, սիրելիներ, անլուրջ մի վերաբերվեք, հովցանողը փոթորիկ կհնձե։ Աստված ծաղր չի եղնի երբեք։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, ովքեր բաժանորդակրված չեն, բաժանորդակրվեք, եթե Սուրբ Հոգին ցեզի կառաջնորդե, որպեսզի այն կերակուրն որ կպատրաստե Տերը իմ միջոցովս ցեզի համար կրնանաք ամեն օր կերակրվիկ, օրհնված եղեք Հիսուսիս զորավոր անունով։